Պետական բյուջեն այլևս ներկայացվում է եռամյա հեռանկարով, այդպիսին է նաև 2026 թվականի դեպքում։ Այդ տրամաբանությամբ հաջորդ տարի պետությունը 704 միլիարդ դրամի կապիտալ ծախս կիրականացնի, 2027-ին 719 միլիարդի, իսկ 2028-ին 803 միլիարդ դրամի։ Նաև կապիտալ ծախսերի փոխանցման համակարգ են ներդրել, ինչը հնարավորություն կտա առանց ավելորդ վարչարության ընթացիկ տարում չկատարված կապիտալ ծախսերը ավարտին հասցնել հաջորդ տարվա սկզբում։ Իսկ ինչպիսին կլինի ընդհանուր բյուջեն։ Պլանավորում ենք 3 տրիլիոն 628 միլիարդ դրամի ծախսեր։ Եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ եւ դեֆիցիտը կկազմի 537 միլիարդ դրամ։ 2025-ի հաստատված բյուջեի 603 միլիարդ դրամ դեֆիցիտի փոխարեն, այսինքն դեֆիցիտը ոչ միայն նվազում է ՀՆԱ համեմատությամբ, այլ նաեւ բացարձակ մեծությամբ։ Արդյունավետության բարձրացման համատեքստում ներդրվել է ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց, որը կմեկնարկի 2026 թվականի տարեսկզբին, իսկ ռիսկերը երկու հիմնական գործիքներով են կառավարելու։ Առաջինը դա մակրո պահուստների ձևավորումն է, որը ներդրել ենք 2 տարի առաջ, որով նպատակ ունենք մեղմել տնտեսական նեգատիվ շոկերի հետևանքով եկամուտների թերհավաքագրման ռիսկերը, եւ մյուս կողմից ունենք գանձապետական միասնական հաշվում ՀՆԱ-ի 1%-ի չափով մշտական իրացվելիություն, որը պլանավորված է ցանկացած այլ ռիսկի կառավարման համար։ 2026-ին Հայաստանում կանխատեսվում է 5.4% տնտեսական աճ։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը վերջին զեկույցում կանխատեսում է 4.9% տնտեսական աճ։ Այնիշ նախարարը հաճախ հայտարարում է, որ միջազգային գործընկերները համաձայն են, որ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը 5-ից 5.5%-ի շրջանակում է։ Կարող եմ ենթադրել, որ վերջի առաքելությունը, որը եկավ հանդիպումների արդյունքում, եկան են եզրակացության, որ չէ 5% մի քիչ շատ է։ Ես մի լավ լուր ունեմ ձեզ համար։ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխել է կանխատեսումը մյուս տարվա համար եւ բարձրացրել է 5.5։ Ընդ որում այդ փոփոխությունը ավելի մեծ է, քան մեր, այսինքն մենք պլանավորում ենք 5.4, իրանք փոխել են 5.5, որովհետեւ իրանք հավատում են, որ մեր պոտենցիալը ավելացել է։ Պատգամավորը հետաքրքրվեց նաև միջին աշխատավարձից, նշելով, ըստ ՊԵԿ-ից ստացած տվյալների բնակչության 70%-ից ավելին միջինից ցածր աշխատավարձ է ստանում։ Մարդու աշխատավարձն ուղիղ կապ ունի իր արտադրողականության հետ, արձագանքեց նախարարը։ Եթե մարդիկ ունեն բարձր արտադրողականություն, այսինքն օրինակ իրանք ստեղծում են 1 միլիոն դրամի արժեք, ես չեմ հավատում, որ միջնաժամկետ հատվածում մարդիկ համաձայնվեն աշխատել 150,000 դրամ աշխատավարձով կամ 200,000 դրամ աշխատավարձով։ Հետևաբար մեր գործողություններն էլ ուղղված են նրան, որպեսզի մարդկանց արտադրողականությունը բարձրացվի նոր տեխնոլոգիաների միջոցով եւ կրթության մեջ մեծ ներդրումները ուղղված են հենց նրան, որ Հայաստանի Հանրապետությունում այդ տարբերությունը այդքան մեծ չլինի։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հետաքրքրվեց 2026-ից ներդրվող անկանխիկ վճարումների դիմաց հետվճարի ծրագրի մանրամասներից։ Դա վերաբերելու է արքայիկ արտապաններին։ Արքակարտերով արված վճարումներից, եթե դա չի վերաբերվում խաղային ոլորտին, ստանալու են ետվճար 2%-ի չափով։ Ես ավելի շուտ կասեի, որ մեր մոտ էժանանալու է անկանխիկ առևտուրը եւ դրա հակառակը կլինի կանխիկով առևտուր անելը լինելու է 2%-ով ավելի թանկ։ Ստեղ ըստ էության երկու հիմնական նպատակ ենք հետապնդում։ Առաջինը շարունակել ստվերի դեմ պայքարը եւ մեր անկանխիկի քաղաքականությունը եւ բնականաբար նպաստել մեր ազգային վճարային համակարգի կայացմանը եւ բարելավմանը։ 2026 թվականի բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն արտացոլում է Հայաստանի մրցակցության աճի ապահովումը, տնտեսական անվտանգային ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալում ներդրումների զգալի ընդլայնման միջոցով տնտեսության դիմակայունության ամրապնդումը եւ ՀՆԱ ներուժի աճի ապահովումը։ Կենտրոնական բանկի նախագահն է ներկայացրել կառույցի եզրակացությունը։ Գնահատվում է, որ 26 թվականի պետական բյուջեի նախագծով նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունը մի կողմից դեռևս փոքր ավելցուկային պահանջարկի պայմաններում կունենա հակապարբերաշրջանային ազդեցություն, մյուս կողմից կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ միջնաժամկետ հատվածում արդյունավետ կոնսոլիդացիայի
եւ հարկաբյուջետային կայունության ապահովման տեսանկյունից։ Նշվել է, որ Կենտրոնական բանկը կշարունակի հետևողական քաղաքականությունը գնաճի եւ գնաճային սպասումների կարգավորման ուղղությամբ։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։